Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույսերի ժողովուրդ, այսօր նոյեմբերի 9 է դեռ Միացյալ Նահանգներում, իսկ Հայաստանում նոյեմբերի 10-ը։ Ես երկու ասելիք ունեմ, նախարարին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն անձանց, ովքեր որ նոյեմբերի 8-ին ավտոերթով Կալիֆոռնիայից ժամանեցին Նևադա, քաղաք Հենդերսոն եւ Հենդերսոնի այսպես ասած բանտի առաջ իրենց աջակցությունը հայտնեցին Վարդան Ղուկասյանին։ Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Գայանե Մանուկյանին, շատ բարձր մակարդակով, իրավական դաշտով, ոստիկանությունով, քաղաքապետարանով այդ ավտոերթը գեղեցիկ կազմակերպելու համար։ Դա խոսում է անձի պրոֆեսիոնալիզմի մասին։ Նորից իմ երախտիկի խոսքը բոլոր մասնակիցներին դա ցույց տվեց, որ ես մենակ չեմ, ցույց տվեց, որ ինձ հիշողներ կան եւ ցույց տվեց, որ եւ ապացուցեց, որ Վարդան Ղուկասյանը պիտի պայքարի։ Ստիպում է ինձ ավելի վճռական լինել։ Հիմա անցնենք առաջ, դա կուլտուրական մասը, հիմա ոչ կուլտուրական։ Ուրեմն ես նայեցի, տեսա, որ Հայաստանի Հանրապետության լացիրակը, այդ անատամ գելը մի քանի առաջ եղել է եկեղեցում Թալինի, ես Թալինի ժողովրդի մասին շատ մեծ դրական կարծիք ունեմ եւ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ թալինցիներ են, որ Նիկոլ Փաշինյանի նման բոզիտողուն ընդունում են ծափողջուններով։ Այդ ծափտողներն ուզում հարցամ, ինչի վրա եք ծափ տալի։ Ծափ եք տալի նրա վրա, որ Ղարաբաղ ունեք, ծափ եք տալի նրա վրա, որ 150,000 փախստական ունեք, ծափ եք տալի 5,000 զոհերի վրան, ծափ եք տալի սպանությունների, թրաֆիկինգների, կոռուպցիայի ծաղկման վրան, ծափ եք տալի, որ ամբողջ աշխարհում եք եղել ենք խայտարակ, ինչի վրա եք ծափ տալի, ում մոռնաբաց, որ դուք ծափ եք տալի, տենալով Նիկոլ Փաշինյանին։ Հետո մեր Վազգեն Սարգսյանը, թե Կարեն Դեմիրճյանն այդ տորրիկի տղեն։ Ուզեմ հասկանալ, որտեղից են այդ թափտփուկները հակվե երկնուղ եւ Թալինչու անվան տակ ծափ են տալի բոզի տղուն։ Էդի քրեքի չէ, Շելիմյադին ասում է, «Եկող Կիրակի պիտի գնա Խաչիկ»։ Հիմա Խաչիկ եկեղեցում։ Թե երբ Նիկոլը դառավ հավատացյալ, ես չգիտեմ, ես 5 տարի հավատացյալ չէ, հիմա եկեղեցուց եկեղեցի է գնել, ավելանա ատամնաբուժի մոտ գնա այդ բոզի տղեն։ Հիմա պիտի գնա եկող շաբաթ Խաչիկ գնալ հերիքշի կամ ոման Տեր Հովհաննես Մաթեոսյան, եթե չեմ սխալվում, եւ Տեր Հովհաննես Մաթեոսյանը պիտի պատարակ մատուցի։ Ես չգիտեմ ով է Տեր Հովհաննեսը, բայց Տեր Հովհաննեսին ուզում ասեմ մի բան։ Եթե դու Կիրակի օրը պատարակ ես մատուցել այդ բոզի տղու ներկայությամբ, ես այդ պատարակից հետո ուրեմն ինչքան Խաչիկում զինվոր եղել է 2006 թվականից մինչև այսօր, ինչքան Վայքում զինվոր կա, Երեգնաձորում զինվոր ու օֆիցեր կա, Վայքի բնակիչներով հանդես ուղարկելու եմ Տեր Հովհաննեսի տուն, Տեր Հովհաննեսի այդ տան անդամների հետ, ես ու չասեմ ինչ անել, կուկուրալատում, ամբան բոլմեշ, գլգլը եւ այլն, բայց արդեն կուլտուրական, ոչ կուլտուրական բարերով, ես իմ ասելիք արդեն կասեմ եկող Կիրակից հետո, ընկեր Տեր Հովհաննեսի։ Մեկ էլ մոռացել էի, ուզում էի այդ հասկանալ, մի հատ հեր Արմենիա կա, այդ ինչ որ է տալի Թալինում, որ հելավ Նիկոլի դե ոչ Թալինցի այդ խախտեն, ոչ բանա, մի հատ ժպիտով Նիկոլին բարևը եւ Ես նայում ուզեմ ասեմ, այ ինտելիգենտ նիշասնի, այ վերջի զանգ, դու այդտեղ ինչ ես անում, կամ Նիկոլի ժպիտով ես բարևը, ընկեր մգեր Արմենիա, դու գնա վերջի զանգ եմ, այդ տղա, այ քեզի բան, սրանից հետո որ երկիչը, որ արտիստը, այդ բոզի տղուն, հետ գրկախառվելա, բարևելա, բանապաչվելա, այդ արտիստի էրաչ եղածը սարքելու են սերական պալիգոն։ Նախանձելու է Արզամաս տվալ պալիգոնին, բախշե նախանձելու է։ Մեկ էլ, ուզեմ անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի տված ինտերվյուին։ Այնալ դու, ես գիտեմ, որ երեսին մերոն չկա քսած, բայց ես ուզեմ ասեմ, Ռոբերտ Քոչարյան, քո երեսին ամոթաբուր չկա։ Իսկ հենց ես դու հոլը ինտերվյու ես տալը, մասնես Ղարաբաղը հանձին, թուրք եկավարել, այդ տղա, այս երկիրը պարլամենտական երկիր, այդ չգիտես։ Եվ այս ամեն ինչի պատասխանը տալիս է պարլամենտը, բացի կառավարությունից, առաջին հերթին։ Իսկ պարլամենտում վերեսնկած դու քո 20 քանի պատգամավորներով։ Կիրանցը, Բերձորը, Աղավնոյը, Ղարաբաղը, որ հանձնին, դու պարլամենտում չէիր, հա։ Կիրանցը հանձնելուց քո են տորնիկ ասպրամը թուղթը տնկել են օդ, այո թե ոչ։
կողմ եք իրանց հազերու թե ոչ։ Հայակավե կաննի, ելի ասում ես ես չին են, հա։ Գնաց էլի Ղարաբաղ ասում, որ հանդիպի Արայք Հարությունյանի հետ, էս անեք, են անեք, գնաց էլի որ չանեիր։ Դուք չեք կարող հասկանալ, որ դուք Ղարաբաղը եւ առասարակ այս վիճակի պատասխանատուն պարտիվում եմ նա, դու ես կապնա այս 3-ով եք այս իրավիճակի պատասխանատուն։ Այս 3-ով, ոչ թե մենակ Նիկոլը, դուք 3-ով։ Սա պարլամենտական երկիր է, պարոն Քոչարյան։ Եվ այս ամեն ինչի պատասխանատուն առաջին հերթին պարլամենտն է։ Ոչ կառավարությունն է, ոչ նախարարություններն են, ոչ տեսի պոզիտիվն է, պարլամենտն է։ Քո պատգամավորները, որ պինդ կպել են այդ աթոռին ու փող չեն գալի, որովհետև փող են տվել, որ մտնեն ցուցակ։ Ու այս կատու հելեն ես ասում ես ես չի անեցա, այն մեկը չի սենսա, ես հազոր նախագահ է, այո, դու հազոր նախագահ է, որովհետև նախագահ դու հազոր մարդասպան էի։ Հələ միած եկած են ինչքան քաղաքական սպանություններ եղել քո ժամանակ, սկսած հոկտեմբերի 27-ից։ Դագաղը մտնես դու, Ռոբերտ Քոչարյան։ Ամոթ աբուր էդ ունեցեք, դուք էդ ադրբեջանական ՍՍՀ ծնվածներով հելե գնացեք ձեր տունը վեր ընկեք, դուրս եկեք քաղաքականութենեն, թողեք գնաք մենք ինչ ենք անում, այդ Նիկոլի աթոռը հերիքա ցեմենտ բիտոնով պահեց, Ռոբիկ, քեզ ժողովուրդը չի ընտրելու, քեզ Վանեսյանին, Սերժին, Թաթոյանին չեն ընտրելու, Մասիսի Դավոյին եւ այլն չեն ընտրելու, տեսել են, Սարի բոզի տղությունները տեսել են, չեն ընտրելու, հասկացեք, թողեք սիրտիրեք։ Այդ չեն ուզում խորանալի ինտերվյուների դետալների մեջ, որ նախքան նեղվեր չունեի սրա հայերենով ինտերվյուն լսել։ Երկրորդ ասել լավ ես, մարդը աբորտ չունի, այս բանը կարամել ուտողը։ Հարգելի ժողովուրդ, կուզեմ ասեմ, որ շատ քիչ մնաց։ Շատ կարճ ժամանակ հետո ես որ ասում եմ բոլորի Պորտը հատիկ է գտնեմ տեղը։ Դուք 6 տարի, 7 տարի իմ ամեն ինչը տեսել եք, ես մի քանի ամիսս հետ եղավ, դե բնականը եղավ, շատ քիչ մնաց, զիվում ենք համբերությամբ, ինձ թվում է շատ կա ժամանակ հետո ամեն ինչ կընկնի իր հունի մեջ։ Եվ այս բոլորը, որոնք որ սնկի նման աճել են տարբեր տեղերից, հետ կգնան այնտեղ, որտեղից որ դուրս են եկել։ Այսքանը սիրով եւ հարգանքով Վասիլ Ղուկասյան, բաժանորդագրվեք իմ Telegram կանալին։ Բարի գիշեր Ամերիկային, Բայերուս Հայաստանի։